Զանգ Երևանից Մոսկվա։ Ընտրությունից հետո առաջին անգամ Փաշինյանն ու Պուտինը խոսել են հեռախոսով։ Սակայն անգամ ընտրությունից 2 ամիս անց չեն հնչել շնորհավորանքներ ընտրվելու կապակցությամբ։ Խոսել են տնտեսական սահմանափակումների մասին։ Պաշտոնական Երևանը պնդում է, որ ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները հակասում են երկու երկրների միջև գործող պայմանավորվածություններին և ԵԱՏՄ կանոններին։ Մոսկվայի դիրքորոշումը սակայն չի փոխվել։ Հայաստանը, ըստ ռուսական կողմի, չի կարող միաժամանակ շարժվել երկու տարբեր տնտեսական ուղղություններով։ Փորձագետներն էլ պաշտոնական հաղորդագրություններում տեսնում են ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ուղերձներ։ Հիմա անհայտորեն խնդիրներ են ստեղծվել եւ այս ուղղությամբ որևէ ջանք չգործադրելը բնականաբար երկրի ներսում չէր կարող անկարելի լինել։ Հայաստանյան իշխանությունները փորձում են ամեն գնով ցույց տալ, թե իրենք ջանքեր են գործադրում ներսի գյուղատնտեսների համար կամ տարբեր արտադրողների համար ռուսական շուկան բաց պահելու համար եւ այս հեռախոսազանգը ըստ էության ծառայում էր այդ քարոզչական հետաքրքրությունների իրացման համար։ Տնտեսագետի խոսքով, եթե զանգը նախաձեռնել է Երևանը եւ շեշտը դրել է արտահանման խնդիրների վրա, ուրեմն խնդիրը լուրջ է։ Ռուսական շուկայից դուրս մնալու հետևանքները ծանր։ Վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության արտահանումը դեպի ԵԱՏՄ շուկա Եվրասիական տնտեսական միություն աճել է գրեթե 5 անգամ, իսկ Եվրոմիություն գրեթե չի աճել, այսինքն դեռ 1% անկում ունենք, ստագնացիայի փուլում է։ Այսինքն սա վկայում է այն մասին, որ ներկա կառավարության իշխանության ներքո էլ ավելի կապեր Ռուսաստանի Դաշնության հետ եւ այս պահին ռուսական շուկայից մեզ լիարժեքորեն հրաժարվել է, էլ ավելի ցավոտ կլինի։ Մինչ փորձագետներն ու պաշտոնական Երևանը խոսում են արտահանման ոլորտում առաջացած դժվարությունների մասին, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի արտահանման տվյալները։ Նրա խոսքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է։ Չինաստան 83.4%, Հնդկաստան 81.3%, Եվրոպական միություն 80%։ Տնտեսագետն էլ հակադարձում է, շեշտում է, լավ է, որ արտահանման ոլորտում փոփոխություններ կան, սակայն այն ապրանքները, որոնց նկատմամբ Մոսկվան սահմանափակումներ է դրել, նախատեսված են հենց ռուսական շուկայի համար։ Դրանց մոտ 95%-ն արտահանվել է ԵԱՏՄ երկրներ։ Իսկ նույն ապրանքները եվրոպական շուկա տեղափոխելը լրացուցիչ ծախսեր ու լոգիստիկ դժվարություններ է ստեղծում։ Ինչ դուրս է գալիս, իրականում դուրս է գալիս հիմնականում դեպի Վրաստան, այնտեղ ձևակերպվում է որպես վրացական արտադրանք եւ արդեն իսկ մաքսատուքով մտնում է դեպի ռուսական շուկա, այսինքն այսպես թե այնպես հասնում է ռուսական շուկան, իսկ սկզբանե ռուսական շուկային հասցեաթերված ապրանքը, սակայն այն հասնում է հավելյալ ծախսերով, որովհետեւ ապրանքի վիճակի փոփոխությունը, ինչպես նաեւ մաքսատուրքերը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ռուսական ռուբլին այս ամեն ինչի ներքին շուկայում արժեզրկվելը մեր տնտեսվարողներին բավականին մեծ վնաս է բերում։ Աբրահամյանի խոսքով այս հեռախոսազանգը ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերություններում եղած խնդիրները ոչ միայն չեն հաղթահարվում, այլև խորանում են։ Խնդիրը չի հանգուցալուծվել եւ արկա հարցերը, որոնք քաղաքական մակարդակում կան, ոչ միայն չեն լուծել, այլ նաեւ խորացել են։ Եվ երկրորդը ակնհայտ է, որ Ռուսաստանը որոշակի դեդլայն կամ վերջնաժամկետ է սահմանել Հայաստանի իշխանությունների համար, իրենց դիրքորոշումները Ռուսաստանի համար կարևոր համարվող հարցերում հստակեցնելու։ Տնտեսական տարաձայնությունները հայ-ռուսական հարաբերություններում ավելի ակնհայտ քաղաքական ենթատեքստ են ստանում։ Ռուսական շուկայի սահմանափակումների պայմանում Երևանը փորձում է նոր ուղիներ գտնել, սակայն ընտրությունից հետո առաջին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը հուշում է, որ տնտեսական խնդիրների հետևում դեռևս չլուծված քաղաքական տարաձայնություններ կան։ Գառի Մութաֆյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։